Հրատապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Արմեն Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մեկ ընդհանրական հարցից սկսենք, հետո դետալային կանդրադառնանք։ Ինձ հետաքրքիր է ձեզ համար անձամբ սպասելի էր, որ իշխանություն, հոգևորականություն, առճակատումը իրադարձությունների զարգացման այսպիսի սցենարով կգնա, երբ 10 հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ կհորդորեն կաթողիկոսին կամ կպահանջեն կաթողիկոսից հանգստյան գնալ, կպահանջեն, որպեսզի նրան հետևի նաև Արշակ Խաչատրյանը, դրանից հետո կհանդիպեն Փաշինյանին, նոր հայտարարությամբ հանդես կգան եւ վերջին իրադարձությունը մասնավորապես Կճոյանի Նավասարդ arczepiskopos Կճոյանի մասնակցությամբ կմատուցվի պատարակ եւ դրան կմասնակցի Փաշինյանը։ Ընդհանրական փորձենք հասկանալ արդյոք սպասելի էր նման զարգացումը, հետո Սկզբում չէ, սպասելի չէին այսպիսի զարգացումներ, մտածում եմ դե Նիկոլ Փաշինյանն էլ իր երթին մի քիչ այսպես եկեղեցու վրա վերբալ արձակում կգործի, բայց որ այսպիսի պրակտիկ գործողությունների կգնան եւ այսքան հեռու կգնան մանավանդ իշխանությունների գործողություններում ես չէի սպասում, բայց ես վերջերս արդեն երբ որ սկսեցին ինչ-որ մարդկանց կյանքի մասին տեղեկություններ հրապարակվել, այդ ունավ ինտիմ տեսանյութեր, ես հասկացա, որ իշխանությունը նաեւ փորձելու է եկեղեցու ներսում լուրջ պառակտում մտցնել եւ այս քայլերը վերջին քայլերը արդեն իմ համար անսպասելի չէին։ Այսինքն հաջողվեց Փաշինյանին ներսից մղել մարդկանց գործողությունների։ Ներսից մղել գործողությունների մղելը հաջողվեց, բայց իր վերջին արդյունքը դեռևս չի հաջողվել իրեն։ Իսկ վերջին արդյունքը, վերջնանպատակը դա կաթողիկոսի հրաժարականն է եւ նոր կաթողիկոսի ընտրությունը։ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգևորականները ձեր կարծիքով եւս տեսան եկեղեցում ներսում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, թե այնուամենայնիվ ճնշումներ կամ հնարավոր կոմպրոմատներից վախենալով գնացին այդպիսի քայլի։ Ոչ, ես այնտեղ չեմ տեսնում որևէ եկեղեցականի որևէ այսպես ասեմ մտահոգված է եկեղեցու ճակատագրով կամ եկեղեցու հեղինակությամբ, ակնհայտ է որ կոմպրոմատների ներքո են այդ եկեղեցականները գնացել այդպիսի քայլերին։ Ամենայն դեպս մի քանիսի մասով որևէ կասկաշուն ունենք Նավասարդ arczepiskopos Կճոյանը երբեք էլ չի փայլել իր հոգևոր բարոյական նկարագրով։ Այդ մարդը անընդհատ ընկել է տարբեր պատմությունների մեջ սկանդալային, օֆշորային սկանդալի, հայտնի գործարարին ունեզրկելու եւ այլ պատմությունների մեջ է ընկել։ Գիտենք դրա մասին շատ է խոսվել տարիներ շարունակ։ Եվ եթե նրան հեղինակությունը, եկեղեցու հեղինակությունը հետաքրքրեր, չէր ընկնի այդպիսի պատմությունների մեջ։ Այնպես որ ակնհայտ է, որ այս եպիսկոպոսներից, այս հոգևորականներից մեծ մասը ուղղակի թքած ունեն եկեղեցու վրա, եկեղեցու հեղինակության վրա։ Իհարկե բոլորին ես չեմ ճանաչում, չեմ կարող բոլորի 10-ի մասին խոսել, բայց մի քանիսը, որոնք տարբեր սկանդալային պատմություններով աչքի են ընկել, ակնհայտ է, որ երբեք էլ այսպես աչքի չեն ընկել եկեղեցականին, հոգևորականին բնորոշ համեստ եւ կրոնական հոգևոր կյանքով։ Եթե այդ 10 հոգևորականներից առանձնացնենք նաև Արցախի թեմի առաջնորդին, ինչ կարող եք ասել այդ մասով, ի դեպ նրա ուղղությամբ շատ մեծ քննադատություն եւ մեղադրանքներ հնչեցին ընդհուպայն, որ Արցախի թեմի առաջնորդը իր ներկայությամբ Փաշինյանի կաբինետում ինքը եւս ուրացավ Արցախը։ Ես այդ մեղադրանքները չեմ ընդունում, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է, ավելի Նիկոլ Փաշինյանը անճարել է, որ Արցախը մնա հայկական։ Ու ամենայն դեպս ես չեմ ասում ամեն ինչ ճիշտ է արել, բայց այնպես էլ չի որ դավաճանել է, հանձնել է, ծավաճառել է, ինչպես որ այդ մեղադրանքը ներկայացնող մարդկանց մեծամասնությունն է ասում։ Իհարկե բազմաթիվ սխալներ է գործել, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել եւ ասել դավաճանեց, հանձնեց, վաճառեց։ Ինչ վերաբերում է այդ եկեղեցականի մոտիվացիային, ես չգիտեմ կոնկրետ նրա դեպքում ինչն է առիթ հանդիսացել, որ նա գնա Փաշինյանի հետ հանդիպմանը։ Կոնկրետ Կճոյանի եւ մյուսների մասով ես վստահ եմ, որ այնտեղ աշխատել են կոմպրոմատները, գործի են դրվել կոմպրոմատները, ընդդեմ լուրջ կոմպրոմատներ,
Իսկ այդ կոնկրետ այդ եկեղեցականի մասով կոնկրետ չեմ կարող նշել, թե որն է եղել նրա մոտիվացիան, ինչու է նա գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Պարոն Վարդանյան, այսօր Արշակ Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել եւ ասուլիսի ընթացքում փաստորեն նա հերքում է քննչական կոմիտեի կողմից հաստատված տեսանյութի այդ իսկությունը, ասում է, որ դա կեղծ է, ինքը վատ է զգում, իր ընտանիքը վատ է զգում այդ բովանդակության համար եւ երբեք չեր անի այնպիսի բան, որի համար ամաչեր։ Հիմա դուք անձամբ հավատում եք։ Գիտեք, իհարկե, պարզ է, որ կեղծ չի, իհարկե դա ճիշտ ինֆորմացիա, մանավանդ որ դրանից առաջ նաև ինֆորմացիոն արտահոսքեր տողվեցին։ Բայց նաև իրեն էլ եմ հասկանում, հիմա ինքը չի կարող ասել այո դա ես եմ, որովհետև շատ դուրս ճնշում կա իր վրա։ Եթե բացի նրանից որ նա մի քանի հատ մեղք է գործել, ասենց ասեմ։ Բացի նրանից որ նա կուսակրում այդ եկեղեցականին ոչ հարիր պահվածքը դրսով, նաև հաստորեն ազգակցական, այսպես ասեմ, ինտիմ կապերի մեջ են մտել իր քերակնոջ հետ, որը որ կրկնակի մեղք է։ Այնպես որ ակնհայտ է, որ նա պետք է հրաժարվի դրանից, այլ տարբերակ չունի, այլ չի կարող ասել այո դա ես եմ։ Դու պատկերացրեք ինչ կլինի, եթե նա դա խոստովանի, եւ եկեղեցու կողմից ճնշումներ կլինեն նրա վրա եւ ինչը նաեւ կա, եւ նաեւ իրենց ընտանեկան շրջապատից եւ այլն, այնպես որ իհարկե ծանր վիճակ Չընդունելը նորմալ է, պարոն Վարդանյան, բայց կարող էր այլ լուծում գտնել, չէ՞, այսինքն լռել եւ հեռանալ առնվազն եւ ոչ թե հրավիրել ասուլիս եւ հայտարարել, որ դա իր գործն է, դա մենք առանձնապես քննարկելու բաներ չունենք, դա ինքն է որոշում ինչպես անել, ինքն է որոշում ինչպես պաշտպանվել, ինչպես որ դատարանում կոպիտ օրինակ է իհարկե, մեղադրյալը որոշում է թե ինչ մեթոդով, ինչ ճանապարհով պետք է պաշտպանվել։ Հիմա ինքը փաստացիորեն այդ մեղադրյալի աթոռին է նստել, հանրության կողմից, այսպես բանավոր կերպով իհարկե, լուրջ բացավանքի է ենթարկվում եւ բնականաբար ինքն էլ ընտրել է այդ ճանապարհը, այդ մեթոդը իրեն պաշտպանելու։ Ես դա չէի ուզի առանձնապես շատ մենք քննարկեինք։ Շատ լավ։ Հիմա Արշակ Խաչատրյանը նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա կարող է որակվել որպես դասալքություն։ Նաև ասում է, որ վստահություն է հայտնում, որ Գարեգին Բ-ն այդպիսի քայլի չի գնա, իսկ Բարսաշճյան հոգևորականների քայլերը Մայր աթոռի դիվանապետը որակում է որպես դավաճանություն։ Ինչ կարող եք ասել, իսկապես բանը չի հասնի կաթողիկոսի հեռանալուն կամովի։ Ես չեմ կարող վստահ պնդել կհեռանա թե ոչ, բայց ցավալի է որ մեր եկեղեցին էս վիճակում է հայտնվել։ Ընդ որում այս ամեն ինչը մեզ բերել է այդ կեղծ բարեպաշտությունը եւ կեղծիկներ անելը։ Նույնը բանակի մասով, եթե հիշում եք տարիներ շարունակ ասում ենք բանակում լուրջ խնդիրներ կան, բանակում։ Բայց մի խոսեք այդ խնդիրների մասին։ Այո, ով խոսում էր, ասում են թուրքի ջրաղացին ջուր եք լցնում։ Պես բաներ երբ որ փակ է սպանում, պրոբկի նման մի օր ասես դուրս է թռնում։ Ու բարձում ավելի վատ արդյունքներ է բերում, քան որ տարիներ շարունակ այդ կեղտը փակած սպահել ես, սեփական սպիտակ եղենը տնից դուրս չես անել։ Դե տարիներ շարունակ մեր բանակում լուրջ բարեփոխումներ իրականացնեին։ Մենք 44 օրյա պատերազմում այդ արդյունքը չենք ունենա։ Նույնն նաև եկեղեցու մեջ տարիներ շարունակ տարբեր մարդիկ բարձրաձայնել են, որ այդտեղ լուրջ խնդիրներ կան։ Ով չգիտեր, որ Կճոյանը այսպես ռեկետով է զբաղվել, ոչ թե ռեկետում, այլ զբաղվել է գործարարին ունեզրկմամբ, օֆշորային սկանդալը երբ որ ծագեր ժամանակին, այնտեղ շատ հստակ նրա անունը կար, նաև այդ գործարարը հստակ պատմել է թե ինչպես է եղել եւ այլն, եւ նրա հետ կապված այլ պատմություններ կային։ Իշխանությունները այդ թվում նաև կաթողիկոսը, որը որ հիմա պատժվում է դրա համար, թևերը փռել էին նրա վրա եւ պաշտպանում էին հավասար arczepiskopos Կճոյանը, նախկին իշխանությունները եւ կաթողիկոսը։ Մինչդեռ այն ժամանակ նրան պետք է քարքալուցանեն եւ հեռացնեն եկեղեցուն դրա համար։ Էլ ավելի ցավալի է պակաս ցավալի չէ այդ սեռական սկանդալները, երբ որ պարզում է, որ շատերը նաև ոչ ավանդական սեռական կապերի մեջ են միմյանց հետ կամ տարբեր անձանց հետ։ Սա ցավալի իրողություններ են, բայց այս վիճակին չհասնելու համար պետք է ժամանակին դրա դեմն առնվեր, պետք է շատ լուրջ ռեֆորմներ իրականացնել։ Ինչու՞ չէ, կարելի է նաև այդ կուսակրոնության ուխտը, որը բացարձակապես անհեթեթություն է եւ նաև բնությանը դեմ է, կարելի է հանել։ Թող ամուսնանան մեր առաջի կաթողիկոսները ամուսնացել են, չէ՞, մեր հետո է ինչ որ մի ժամանակից այսպես
մտցվել այդ օրենքը։ Ահա։ Ինչ եղավ, ինչ էր լինում այն ժամանակ, երբ որ ոչ մի խնդիր չկար։ Թող հիմա ամուսնանան, թող երեխաներ ունենան, նորմալ բնականon սեռական կյանք ունենան։ Թե չէ, երբ որ մի բան արգելում են, սա դարերից եկած բան է, կաթոլիկ եկեղեցու պատմությունները մենք գիտենք ինչպեսի։ Կան չէ այդպիսի պատմություններ, կան լուրջ գրքեր։ Զվարճալի ավետարան գիրք կա մեծ շատ հայտնի։ Լեո Տոքսիլի գրած։ Այնքան վատ բաներ է նկարագրում հենց կաթոլիկ եկեղեցու տեղի ունեցած։ Այդ թվում նաև որոշ բաներ, որ հիմա կատարում են։ Պես որ պետք է բարեփոխումներ իրականացվեին։ Ես ձեր հետ նախորդ զրույցում ես հիշում եմ նաև խոսեցի նրա մասին, որ մեր կաթողիկոսը ոչ լեգիտիմ ճանապարհով է ընտրվել, երբ որ պետական բյուջեն 90-ականների վերջին լուրջ խնդիր է ունեցել, ճեղքվածքի առաջացել եւ ազգային բարերար Լուիս Սիմոն Մանուկյանը հայտարարել որ պատրաստ է այդ գումարը վճարել, միայն թե իր պայմանով, որ իր հովանավորյալ Գարեգին երկրորդը դառնա կաթողիկոս։ Դրա մեջ էլ նախկին իշխանություններն են մեղավոր։ Հիմա ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ որ այս կաթողիկոսին տեսական օրինակ է արկածում, հեռացնի նրան հաջողելու ավելի լավ մարդուն բերել։ Երբ որ տեսնում ենք, որ շատերի մոտ էլ լուրջ խնդիրներ կան։ Մի խոսքով այնքան շատ են խնդիրները, չգիտես որ կողմից այդ հարցի մոտենաս։ Ամեն կողմից խնդիր է։ Եվ իրականում մի փակողային վիճակ է ստեղծվել։ Ես վստահ չեմ, որ եթե Գարեգին երկրորդին հեռացնեն, մեզ հաջողվելու է ավելի լավ կաթողիկոս ունենալ, այն դեպքում, որ տեսնում ենք, որ շատերի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան, շատ լուրջ այսպես սկանդալային պատմություններ կան։ Մի հարցում Փաշինյանը համաձայն է, որ պետք է բարեվարկության կանոններ մտցնի։ Ոնց որ շատ պաշտոնյաների դեպքում են, երբ որ մարդը դառնում է ուզում է լուրջ պաշտոնների հասնել եկեղեցում, պետք է անցնի այդ բարեվարկությունը, որպեսզի հետագայում այսպիսի խնդիրներ չառաջանան։ Մի այլ բան է, երբ որ ասենք ցածր ստորին ուղակի հոգևորական այդպիսի պատմությունների մեջ մտնի։ Այո։ Մեկ այլ բան, երբ որ եկեղեցու ամենաբարձր աստիճանին կանգնած այրերն են այսպիսի վատ պատմությունների մեջ ընկնում։ Դրանք լերովին հեղինակազրկում են եկեղեցին, այնպես որ միշտ չի որ այսպես իշխանությունները կամ ինչ որ այլ մարդիկ են եկեղեցիները դիտավորել հեղինակազրկում։ Շատ հաճախ այդ նույն եկեղեցականներն են իրենց գործողություններով եւ արարքներով հեղինակազրկում եկեղեցին։ Մեր այսօր Հայաստանը փոքր երկիր է, բոլորին ճանաչում են։ Գնում եք մարզեր, գյուղեր, կամ ինչու ոչ մարզ, հենց Երևան, ասում ես, ինչ եկեղեցական ասեն, հենց պատմություններ են պատմում, այդ թվում նաև նրանց ունեցվածքի մասին, որ ուղղակի հապշում ես, այո։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ
չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Վարդանյան, ակնհայտ է, որ երկու սցենար կարող է լինել, կամ կաթողիկոսը հրաժարական կտա, կամ հրաժարական չի տա, ընդ որում ասում են, որ նրան ստիպելու մեխանիզմ էլ չկա, այդպիսի մեխանիզմ գոյություն չունի։ Հիմա եթե կաթողիկոսը հրաժարական չի տալիս, այստեղ ռիսկեր են տեսնում, որ կարող է հենց բուն եկեղեցին պառակտվել։ Մենք ունենանք երկրորդ եկեղեցի որպես այդպիսին։ Սա մեր պետության շահերից, այն էլ այս իրավիճակում որքանով է բխում։ Եկե չի բխում։ Այրը սիրում են ամեն ինչից երկու հատ ունենան, երկու հատ եկեղեցի։ Մի հատ այն ժամանակին ունեցան, չէ՞։ Խորհրդային միության ժամանակ մեր եկեղեցին բաժանվեց երկու մասի, մի մասը Անտիլիասի վերահսկողության տակ անցավ, այնտեղ դաշնակցությունը հասավ նրան, որ որոշ սփյուռքի որոշ գաթոջանքներ չընդունեցին Հայաստանի հայ առաքելական եկեղեցու այս հեժմեացնի, այսպես ասեմ, տիրապետությունը եւ ստեղծեցին Լիբանանում երկրորդ թեմա, երկրորդ կաթողիկոսարանը, այսպես ասեմ, Անտիլիասի։ Ամեն ինչից հայերը սիրում են երկու հատ, հիմա կարող է նաեւ երրորդը լինել։ Սա մի քիչ կեսկատակ կես լուրջ։ Ես հուսամ եմ իհարկե բանը դրան չի հասնի, դա ուղղակի աբսուրդ է։ Բայց նաեւ ճիշտ է ասում, որ փակուղային իրավիճակ է ստեղծել, որևէ մեխանիզմ չկա կաթողիկոսին հեռացնելու։ Եթե ասենք ժողովրդավարական կարգով եւ ոչ միայն ժողովրդավարական կարգով, ասենք պետական միավորներում հնարավոր է երկրի ղեկավարին հեռացնել, ասենք իմպիչմենտի եւ այլ ճանապարհներով, եկեղեցին դա ավտորիտար բնույթի կառույց է ըստ էության։ Այնտեղ չեն այսպես լուրջ մեխանիզմներ չկան կաթողիկոսին հեռացնելու։ Եվ դա պետք է դա արվում է պատմության մեջ մի քանի դեպքեր այդպես եղել են մեր պատմության մեջ, այն ճշումների ներքո։ Եվ կաթողիկոսի կողմից հակադարձ այդ գործողությունները կարգալույծ անել քահանաներին, փաստորեն այդ մեխանիզմն էլ չի գործում եւ արդյունավետ չէ, որովհետեւ երևի թե հնարավոր չէ բոլոր հոգեվորականներին, ովքեր պատարագը մատուցեն եւ որոնց կմասնակցի Փաշինյանը եւ որոնց ընթացքում չի հնչի կաթողիկոսի անունը, կարողանան դա էլ մեկ այլ խնդիր է, իհարկե, բոլորին չես կարող կամ մեծ մասնության վերջում մնալու ես առանց հոգեվորականներ կամ մի խումբ լոյալ հոգեվորականներով, դա էլ էլի խնդիր է։ Միակ ելքը, որ ես տեսնում, նստեն կողմերը բանակցային սեղանի շուրջը փորձեն ընդհանուր հայտարարել գալ, չնայած ինձ թվում է արդեն կողմերը անվերադառնալիության կետը անցել են արդեն, այնպիսի քայլեր են ձեռնարկել միմյանց դեմ, այնպիսի գործողություններ են կատարել եւ այնպիսի մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեն, որ այլևս այդ բանակցային ճանապարհով, փոխզիջումների միջոցով խնդրի անգուցալուծմանը հասնելն էլ շատ այսպես աղոտ է եւ շատ մշուշոտ։ Այս իրավիճակի հետ կապված մեր ընդդիմության պահանջները ձեզ համար հասկանալի են։ Մենք հիմա էլ տեսնում ենք, թե նրանք ինչպիսի ինտենսիվությամբ են թիրախավորել այս եպիսկոպոսներին, 10 եպիսկոպոսներին, նրանց տրվում են հարցեր թե ունեցվածքի, թե բարեվարկության, թե անձնական կյանքի հետ լրատվամիջոցների միջոցով։ Հասկանալի է, ինչ են ուզում նրանք։ Հասկանալի է, իհարկե, ընդդիմությունը պետք է անի այն, ինչ որ իշխանությունը ինչ անում է, դրան հակառակն են անելու։ Եթե մի հատ տեսականորեն ասեն, վաղը իշխանությունը մեկ էլ սկսի մեկ ուրիշ խմբի պաշտպանել, իրենք հակառակն են անելու։ Բայց այս վիճակի պատասխանատու նաև ընդդիմադիր որոշ ուժեր են, այդ թվում նաև մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչները, որի մասին ես քիչ առաջ խոսեցի։
Ինչու են Նավասարդ arczepiskopos Կոչոյանին այսպես պաշտպանում։ Երբ որ մարդը հստակ քրեական Հիմա հանցագործություն էլ գամում են անհարգանքի Այո, շնին։ այո, հիմա էլ ասում են մենք նրան երբեք չենք ների, այսպես արեց, այնպես արեց։ Նրա հետ կապված շատ լուրջ այսպես սկանդալային պատմություններ կային, ինչու էին այն ժամանակ պաշտպանում։ Կամ մենք սովորենք, որ հոգեորականները այսպես ունեն ճգնավորական, ասկետական կյանք արեն, այդպես աշկ ծակող ունեցված չունեն։ Մարդը $200,000 Bentley-ով այսպես գնում էր հանդիպումներին եւ նախկին իշխանությունները այդ թվում նաեւ կաթողիկոս պաշտպանում են նրան, ասում են դե ինչ կա, ոչ մի արտարոց բան չկա, նրան սանիկն է նվեր տվել։ Իսկ ինչի համար էր սանիկը նվեր տվել, որովհետեւ ինքը սանիկի համար տանիք էր հանդիսացել, որպեսզի սանիկը փող աշխատի, այսպես ասեմ, ոչ ընդ որում ասում են նաեւ ոչ օրինական ճանապարհներով։ Եվ այլն եւ այլն։ Շատ լավ, պարոն Վարդանյան, հիմա մի փոքր շեղվենք այս ներեկեղեցական եւ հոգեվոր աշխարհին վերաբերող հարցերից։ Դու գիտեք, արդեն գիտեք, տեղի ունեցավ քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Բաքու, որը մեծ քննադատության արժանացավ իհարկե, ասում են ոնց կարող էիք գնալ մի երկիր, որտեղ նախ քաղաքասարակություն չկա, երկրորդը այնտեղ մեր գերիներն են, նրանց ոչ միայն չեն ազատում որպես խաղաղության հաստատման նշան, այլև դատում են 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում եւ ամենավերջին նորությունը նաեւ կարելի է այս համատեքստում քննարկել Հիկմետ Հաջիևի հայտարարությունն է, որ Բաքվի ցանկությունն է, որ Եվրամիությունը մասնակցի Զանգեզուրի միջանցքի շահագործմանը։ Ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ կանեք հայ-ադրբեջանական այս հարաբերությունները ինչ ուղղությամբ են զարգանում, ռետորաբանությունն ինչի մասին է, գործողություններն ինչի մասին են։ Դե եթե հաշվի առնենք, որ կողմերը արդեն խոսում են փոխադարձ այսպես վստահության մթնոլորտը վերականգնելու կամ նոր ստեղծելու մասին, միգուցե այդ ներկայացուցիչների այցը Բաքու ճիշտ տեղին է, չնայած ես եթե անկեղծ ասեմ, մեծ ակնկալիքներ չունեմ այս գործընթացից։ Շփումներից ակնկալիք առանձնապես այն առումով, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Այս առումով ես վստահ եմ, միշտ ասում եմ, որ Ալիևը տարբեր պատճառներով տորպեդարելու է այս գործընթացը եւ հիմա էլ տեսնում ենք, որ արհեստական օրակարգի բերում մեջտեղ Հայաստանի սահմանադրությունը փոխելու հարցն է բերում եւ վերջնարդյունքում այո ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Սահմանադրության փոփոխությունից հետո ակնկալել, որ կստորագրի։ Չէ, նախ չի իմ կարծիքով չի փոխվի սահմանադրությունը, որովհետեւ Բայց ինչու արդարադատության նախարարը օրերս հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին։ Տեքստը երբ որ բերեն դնեն Արաքվեի, Հայաստանի բնակչության մեծ ընդդիմությունն ասել է, սա Ալիևի պարտադրած օրակարգն է, պահանջն է եւ Հայաստանի հասարակությունն բնականաբար այդքան չի խորանալու իշխանովա դա ճիշտ իշխանով սխալ, գնալու է դեմա քվարկելու։ Սահմանադրություն փոխելը շատ բարդ գործընթաց է, 1/3-ը չեն կարողանալու նույնիսկ մասնակցությունը ապահովել է անհրաժեշտ 800,000 քվե ապահովելը խնդրահարույց է։ Ես վստահ եմ նաև որ նույնիսկ այդ քվեները եթե մասնակցությունը եթե նույնիսկ ապահովեն ոչը գերիշխելու է, գերազանցելու է, այնպես որ չի ընդունվելու այդ սահմանադրությունը այդ օրակարգով։ Ես դրանում վստահ եմ։ Բայց նույնիսկ տեսականորեն եթե ընդունվի էլ, ես առավել քան վստահ եմ, որ Ալիևը մեկ այլ այսպես պատճառ է բերելու, որ խուսանավի այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից, որովհետև իրականում դա որևէ կերպ մեր սահմանադրության առաջին հոդվածը չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրման։ Դա արհեստական օրակարգ է։ Ալիևը խուսափելու է պայմանագիր ստորագրելուց, որ ինչ անի, այսինքն ինքը ինչ պատուհան է բաց թողնում, հետագա ռազմական գործողություններ իրականացնելու։ Այս հարցին ես միանշանակ չեմ կարող պնդել, իմ համար դեռևս միանշանակ չէ հարցի պատասխանը։ Չեմ կարող նաև ինձ այնպես ներկայացնել, որ բոլոր հարցերի պատասխաններ ունեմ։ Ես անձամբ իմ տեսակետը այն է, որ ես հակված եմ այն մտքին, որ ինքը վախենում է, որ Հայաստանը մի օր կարող է զորանալ եւ ռևանշի գնալ Ղարաբաղի հարցում։ Այս մասին նաև ինձ տարբեր, այսպես փորձագետներ, այդ թվում լուրջ փորձագետներ, ասել են, ովքեր որ Բաքվում շփումներ են ունեցել Ալիևի հետ, ովքեր որ եկել են Հայաստան եւ խոսել են, ես փորձել եմ շոշափել նրանց։ Իրենք այդ մտքին են, որ Ալիևը ինչ որ վախեր ունի։ Դա նաև երևում է իմիջիալոց իր հայտարարություններում, եթե ուշադիր լինեք, իր հրաժարականության մեջ ժամանակ առ ժամանակ նա միգուցե ենթագիտակցորեն ասում է այդ մասին, ասում է Հայաստանը թող հանկարծ
մտքով չանցնի, որ կարող է ռևանշի գնա։ Մենք ավելի հզոր ենք, մեր բանակը ավելի հզոր է, մեր տնտեսությունը ավելի ուժեղ է եւ այլն, այսպիսի հայտարարություններ ժամանակ առ ժամանակ ինքը անում է, միգուցե ենթագիտակցորեն ցույց դնելով իր վախերը։ Ես ավելի շատ դրան եմ հակված, որ ինքը վախեր ունի, որ Հայաստանը կարող է ինչ որ մի պահի գնալ ռևանշի եւ դրա համար չի գնում այդ խաղացան պայմանագրի ստորագրման եւ չի բացառվում, որ եթե ոչ հիմա ինչ որ տարիներ հետո փորձին նաեւ նոր պատերազմ սանձազերծել, որովհետեւ էլի իր հայտարարությունը, երբ որ ես անալիզ եմ անում վերլուծում եմ, ինքը տարիներ առաջ մի այսպիսի հայտարարություն արեց, ասա թույլ չենք տալու, որ պատերազմից հետո Հայաստանն ուղղի իր ողնաշարը։ Մենք անընդհատ նրան պետք է պահենք կռացած ողնաշարը ջարդված վիճակում։ Ինչպես որ պետք է սա շատ լուրջ մենք վերաբերենք նրա հայտարարություններին, բայց նաև կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարիներին պատերազմ չի լինի, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ-ի նախագահ, որովհետև Թրամփը իր հեղինակությունն է դրել նժարի վրա, Թրամփը Ռուսաստան չի, Պուտին չի, եւ եթե դրե մտել է այս գործընթացի մեջ, ընդ որում շատ լուրջ է մտել, ապա գոնե այս 3 տարիների ընթացքում, քանի դեռ նախագահ պատերազմ թույլ չի տա։ Շատ լավ եւ Հաջիևի հայտարարությանը, որ իրենք շահագրգռված են, որպեսզի Եվրամիությունը մասնակցի այդ իրենց ասած տերմինով Զանգեզուրի միջանց կոչվածին, բայց մենք հասկանում ենք, որ դա ճանապարհի մեր թրիփի հատվածի մասին է խոսքը։ Այո, դա նորմալ է, մենք էլ ենք շահագրգռված Եվրամիությունում։ Հիմա Բաքուն ինչու հանկարծ որոշեց շահագրգիռ լինել այդ հարցում, այլ տարբերակ չունի։ Նախ այդ հարցազրույցը ինքը տվել է եվրոպական պարբերականին։ EU Today պարբերական է տվել, նաև ինքը այս սերվերին Բրյուսելում է գտնում եւ սա կարելի է նաև կոչել ռևերանսներ Եվրամիության Դիվանագիտական ավելի շատ, որտեղ Եվրամիությանը շատ լուրջ խնդիրներ ուներ Ադրբեջանից վերջի մի քանի տարիներին եւ այսպիսի քայլերով ինչու ոչ նրանք փորձում են ավելի խորացնել հարաբերությունը Եվրամիության հետ։ Պետք է նաև հաշվի առնենք թայմինգը եւ վայրը, որտեղ է ասել եւ ինչ ժամանակահատվածում։ Իսկ նա դա այդ հայտարարությունը արել է Եվրոպայում, Եվրամիության հաճոյանալու համար նաեւ հաճոյանալու համար։ Բայց տերմինը, որ օգտագործել է, փաստորեն իրենք հետևողականորեն միջազգային հարթակներում օգտագործում են եւ այսպես խաղում մեր այո, խաղում են մեր էմոցիաների վրա, մեզ փորձում են այսպես անընդհատ պահել լարվածության ռեժիմում, անընդհատ մեզ այսպես վախի ռեժիմում պահել եւ այլն, սա էլ պետք է հասկանանք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։